Վիլեն Մանուկյան, սրտի վիրաբույժ։ Աշխատանքի բերումով ամենաշատն է առնչվում կլինիկական մահ երևույթի հետ։ Տեր Գյուրեղ Քահանա Տալյան, Ջրվեժի եկեղեցու հոգևոր հովիվ։ Արթուր Հակոբյան, բժիշկ անեսթեզիոլոգ։ 1978 թվականին կլինիկական մահ է տարել։ Տեր Մամփրե Աբեղատ Աշչյան, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան։ 2006 թվականին դժբախտ պատահարի հետևանքով կլինիկական մահ է տարել։ Ընդունված է համարել, որ մահը կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարն է։ Կյանքի և մահվան սահմանագծում կա մի վիճակ, որ կոչվում է կլինիկական մահ։ Կլինիկական մահը պրոցեսը, որը բնութագրվում է սրտի գործունեության և շնչառական համակարգի գործունեության դադարով։ Ընդհանրապես մահը հենց դրանով է սկսվում։ Ես դա կհամարեի ընդհանրապես կյանքի գագաթնակետը և մահվան գեներալիզացված փորձը։ Այն մեխանիզմները, որոնք որ կյանք են ստեղծում, այդ ժամանակը տվել են մեզ, որպեսզի մենք կարողանանք, բժշկությունը կարողանա օգտագործի մարդուն որոշակի դեպքերում հետ վերադարձնելու։ Սրտային վիրաբուժության մեջ մենք իմիտացիա ենք անում կլինիկական մահի պրոցեսը, սիրտը կանգնացնում ենք, արյան շրջանառությունը և շնչառական սիստեմը ուղղակի դադարում ենք գործել և 1-1.5 ժամ աշխատենք այդ օրգանի վրա և պայմանով, որ 1.5 ժամ հետո օրգանիզմը կվերադառնա իր նախկին վիճակին։ Դա ես համարում եմ կառավարելի կլինիկական մահ։ Մեր գործունեության մեջ շատ հաճախ ենք առնչվում այդ երևույթի հետ։ Մեր հիվանդների բավականին բարձր տոկոս մեզ մոտ ընկնում են հենց այդ վիճակում։ Եթե մարդը սովորական ջերմաստիճանի պայմաններում 20-25 աստիճան մթնոլորտային ջերմաստիճանի պայմաններում մարդու մոտ սրտի կանգ է առաջանում, հավանականությունը, որ 3-4 րոպե հետո ուղեղի կեղևը ողջ կմնա, շատ ցածր է, աննշան է։ 1987 թվին չմշկասահքի ժամանակ ջրահեղձ եղած նորվեգացի տղայի դեպքը հիմնավորապես փոխեց մահվան, մասնավորապես կլինիկական մահվան տևողության մասին բժշկագիտական պատկերացումները։ Տղան կլինիկական մահվան փուլում գտնվել էր մոտ 6 ժամ, մինչդեռ բժիշկներն արձանագրել էին կենսաբանական մահ։ Կլինիկական մահ տարած բոլոր մարդկանց նկարագրությունները գրեթե միշտ ունեն ընդհանուր պատկեր կամ մոտավոր նմանություններ։ Մութ թունել, սպիտակ առկայծող լույս և մահացածների հետ հանդիպում։ Վկայությունները շատ են, բայց քչերն են երևույթի գիտական ուսումնասիրությանը ձեռնամուխ եղել կլինիկական մահվանից հետո։ Ես լինելով բժիշկ անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, ինքս վիրահատությունից հետո տարել եմ ծանր բարդություններ և վերապրել եմ կլինիկական մահ։ Կլինիկական մահը տևել է մոտավորապես 2-2.5 րոպե, որի ընթացքում իրոք զարմանալի բառ և ցայտուն ապրումներ եմ ունեցել։ Առաջի էպիզոդը, որ առաջանում է կլինիկական մահվան սկզբից հետո, ամենայն դեպս իմ մոտ առաջացել է այսպես կոչված
սև թունել կամ խողովակ կամ տարածություն, որտեղ որ մարդը հայտնում է հանգարցակի, այսպես ասած։ Առաջի տպավորությունը, առաջի զգացմունքը սև թունելում գտնվելուց, այսինքն ման-մնից դուրս եկած, դա մի տեսակ խուճապ, անհանգստություն, ճնշվածություն եւ անհասկանալի իրավիճակ է, թե որտեղ եմ ես գտնում։ Եվ այդ պահին մարդու էությունը կամ գիտակցությունը կամ մարդու հոգին, եթե կարելի է այդպես ասել, շարժվում է դեպի այդ թունելով մեծ արագությամբ սկսում է սլանալ դեպի վերև։ Թռիչքը թունելով այնպիսի արագությամբ սլանում, որ շատ դժվար է պատկերացում կազմել, թե թունելի պատերը ինչից են կազմված։ Թունելի հեռավոր ինչ-որ մի կետում մի լուսավոր կետ է երևում։ Եվ մարդու հոգին կամ գիտակցությունը ձգտում է այդ լուսավոր կետին։ Բնազդաբար ենթադրելով թե այդ լույսը ինչ-որ փրկություն է կամ ինչ-որ մի ազատություն է այդ ծանր իրավիճակից։ Մոտենալով դեպի լույսին մի թեթևություն է զգում։ Մի ազատության զգացմունք է զգում, ոնց որ թե շունչը թեթևանա, բացվի, այդ տագնապը վերանա եւ մխրճում ես այդ լույսի մեջ այնպիսի զգացմունքով, որ ազատվեցիր ծանր իրավիճակից։ Ու բացի լույսից ուրիշ ոչ մի բան չկա։ Գերմանացի գիտնական Ալեքսանդր Վոցլերն առաջինն էր, ով 1982 թվականին փորձեց հիմնավորել կլինիկական մահվան ընթացքում սպիտակ առկայծող լույսի երևույթը։ Նրա փորձը առնետների վրա էր։ Այդ կրծողների ուղեղում մահից հետո հայտնաբերվեց սերոտոնինի մեծ քանակություն։ Դա հորմոն է, որ բթացնում է ցավը եւ ապահովում գերանելի վիճակ։ Ըստ Վոցլերի մահվան նախաշեմին մարդու մեջ եւս ավելանում է սերոտոնինի քանակությունն օրգանիզմում, ինչն էլ պատճառն է այդ տեսիլքի։ Եթե Քրիստոս մեր մեղքերի համար չխաչվեր, եթե հարություն չառներ, մահը ուղղակի սարսափելի պիտի լիներ։ Նրա սիրուն ապավինելով մահը դառնում է այլ բան։ Մի սահմանագից, որից հետո սկսվում է, բացվում է մի ուրիշ աշխարհ, կատարյալ աշխարհ, հավիտենական, լույսով եւ սիրով լեցուն աշխարհ։ Շատ արագ եւ շատ ցայտուն էկրանի կամ մտավոր էկրանի, այսպես ասած մտավոր էկրանի առաջ անցնում են կյանքի անցած էջերը, սկսած կլինիկական մահվան պահից մինչև հետ, մինչև մանկություն։ Մանրամասնորեն ընդգծվում էին, ասենք թե նախորդ էպիզոդները բանակային ծառայության մասին, ինստիտուտում սովորելու մասին, դպրոցական տարիներին։ Ես ունեմ շեշտել, որ այդ հատվածում կյանքի հետադարձ էջերը վերանայելուց մարդ վերապրում է շատ հետաքրքիր մի տպավորություններ, զգացմունքներ կամ կյանք շատ հստակ հիշում ես այդ պահը, շատ հստակ գիտակցում ես տվյալ պահը, գիտակցում ես քո մտքերը տվյալ պահին եւ դրդող մոտիվները, թե ինչու դու կոնկրետ այս գործողությունը կատարեցիր։ Եվ քո հետ միասին այդ բոլոր ապրումները տեսնում ես այդ հոգեվոր էակը, լուսավոր հոգեվոր էակը, որ ին կողքին է գտնվում։ Եվ միաժամանակ տրվում է որոշակի գնահատական յուրաքանչյուր էպիզոդին, լավ թե վատ։ Դա ֆանտաստիկ զգացում է, ես կասեի։ Մարմնի կենթանությունը հոգին է։ Միտքն ու հոգին
կան եւ չեն կարող վերանալ։ Հոգին ու միտքը ժամանակավոր պահվում են ինչ որ տեղում, կամ դժոխքում, կամ Աբրահամի գոգում, որը արդարների սպասման վայրն է, մինչև դատաստանի օրը։ Եվ այդ դատաստանի օրը արդեն մարդ արարածը իր ապրած կյանքին համապատասխան պիտի կամ դատապարտվի հավիտենական մահվան, կամ պիտի արժանանա երկնքի արքայությանը։ Կյանքի էպիզոդները հետ գնալով շատ հետաքրքիր հայտնվում ես քո մանկական տարիների եւ մանկական պատկերի առաջ։ Դու տեսնում ես քեզ 5 տարեկանում կամ 4 տարեկանում եւ տեսնում ես թե ինչպես ես դու աշխարհը նայել այդ տարիքում, ինչպիսի մաքրություն ա եղել, ինչպիսի անմիջականություն ա եղել։ Զգում ես թե ինչքան ես դու փոխվել, որտեղ ես շեղվել, որտեղ ա կոշտացել քո զգացմունքները, որտեղ ա դեֆորմացիա առաջացել։ Երբ որ գիտակցում ես, որ քո հետ միասին այդ բոլոր դերվակները, այդ լավ թե վատ տեղերում քո հետ միասին դիտում ա, քո մտքերը կարդում ա եւ տեսնում ա հոգեոր էակը, որը շրջապատում ա քեզ, որը քո կողքին ա, այնպիսի մի ամոթ ես, ոչինչ, ոչ կյանքի դերվակներից, ոչ մտքի ինչ-որ էպիզոդներից ոչինչ թաքցնել հնարավոր չի հոգեոր էակի կամ այդ մտավոր էկրանի վրա ամեն ինչ բացահայտվում։ Այնպիսի զգացմունք կա, որ դու մերկացած ես ոչ թե միայն արտաքնապես, այլ մերկացած ես քո ներքին աշխարհ։ Կյանքի դրվագները ավարտելուց հետո շրջապատող լույսը անհայտացավ։ Ես հայտնվեցի մի կիսամութ տարածության մեջ։ Տեսանելի տարածության մեջ գտնում են ինչ-որ հոգիներ, միգուցե մարդիկ, որոնցից մեծամասնությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց վրա։ Գիտեք ինչ տպավորություններ։ Ես իրանց հասկանում էի տելեպաթիկ, այսինքն միանգամից ես իրանց մտքերը ոչ թե լսում էի, ոչ թե ասենք թե խոսքով էին իրենք ուզում ասել, այլ մտքով եւ ես իրանց մտքերը հասկանում էի։ Զգացի, որ մեծամասնությունը ինչ-որ ոչ լիարժեք գիտակցություն ունեն։ Կիսա խավար, կիսա անուրջային, կիսա քնած վիճակի տեսք ունեն եւ բոլոր մեծամասնությունը տարված են իրենց ներքին ապրումներով, ներքին միգուցե նախորդ կյանքի դրվագների երազներով, անուրջներով։ Այն մարդու համար, ով չի հավատում, ով անհաղորդ է եկեղեցուն, Քրիստոսին, հավատքին, այդ մարդու համար մահը սարսափելի մի բան է։ Վախճան է, անեյություն, որը չի կարող մարդուն չսարսափեցնել։ Քրիստոնյայի համար մահվան վախը այլ երանգ ու բնույթ ունի։ Վախենում է ուրիշ բանից, վախենում է արդյոք ես հասցրել եմ Աստծո հետ հաշտվել, հասցրել եմ ապաշխարել իմ մեղքերի համար մեղագալ, ներում խնդրել, ներում ստանալ, հասցրել եմ հաշտվել իմ թշնամիների հետ։ Կան շատ մարդիկ, ովքեր կլինիկական մահ վերապրելուց հետո նրանք փոխվել են, նրանք դառել են քրիստոնյաներ, այսինքն իրենց կյանքում բան է փոխվել, անհավատ մարդիկ անգամ։ Մինչև ես
փորձում էի հասկանալ, թե որտեղ եմ ես գտնվում։ Այդ տարածության, այդ կիսախավար տարածության բարձր շերտերից ինչ-որ լույս երևաց եւ մի դանդաղ մի լուսավոր էակ դանդաղ իջավ մեր այդ վայրը, որտեղ որ ես էի գտնում։ Նայելով այդ լուսավոր էակին ես ճանաչեցի իմ շատ լավ բարեկամին, որը մահացել էր 4 տարի առաջ։ Դա իմ հորաքրոջ ամուսինն էր, Սիրոժը։ Երբ որ գլուխս բարձրացրեցի վերև, անսպասելիությունից ցնցվեցի։ Բարձրության վրա տեսա լուսավոր պայծառ Քրիստոսի դեմք։ Զգացմունքը գիտեք շշմեցուցից զգացմունք էր։ Դա անսպասելի մի չկնաղում զգացմունքը, որ մարդ, որը որ չի պատկերացնում, թե ինչ կարող է տեսնել, եւ միանգամից տեսնում է մի հրաշք։ Բարձրությունից սփռվում էր Քրիստոսի լույսը բոլոր այդ ամբողջ աստրալ տարածության վրա։ Լույսը այնպիսի ձգողություն էր, այնպիսի պայծառ էր, Քրիստոսի դեմքը այնպիսի գեղեցիկ էր, այնպիսի աստվածային էր, այնպիսի խորաթափանց էր, որ իմ հոգու ոչ թե միայն ցանկություններ, այլ պահանջներ անընդհատ նայել, անընդհատ տեսնել այդ Քրիստոսի աստվածային դեմքը։ Իմ բարեկամ Սիրոժը ծծապերը մոտեցրեց իրան, ներքուս մի տեսակ հավաքվեց եւ այնպիսի մի հնազանդությամբ, այնպիսի հավատով դիմեց Աստծուն, ասեց Տերին, իմ ամբողջ հոգով, իմ ամբողջ էությամբ, իմ ամբողջ սիրով խնդրում եմ քեզ, վերադարձրու երկիր։ Եվ այդ պահին Քրիստոսի հայացքը անդրադարձավ ինձ։ Վարքյանների, աստիճանների ընթացքում Քրիստոսի հայացքը ներթափանցեց ամբողջ իմ էության մեջ։ Ոնց որ թե արեգակը ներս մտավ։ Այդ չարաբասիկ դեպքը, որ պատահեց ինձ հետ 2006 թվականի նոյեմբերի 9-ն էր, եւ այդ ժամանակ ես Գայանե բանկի վանահերն էի եւ արարողությունները կատարելուց, ցուցական արարողությունները կատարելուց հետո նստեցի իմ մեքենան եւ ուղևորվեցի դեպի Երևան վարդապետական արտահայտություններ գրելու համար գիրք եւ գրականություն բերելու։ Երևի հոգնածությունս էր պատճառը եւ նաեւ մթնշաղ, աշնանային մթնշաղը, որ Մուսալերի կամարի մոտ չնկատեցի շրջադարձ կատարող բեռնատարին եւ բախվեցի բեռնատարին։ 22 օր ես եղա անգետակից վիճակում եւ այդ ժամանակ տեսա տեսիլք, բարձրացա վերև եւ կանգնեցի մի անծայրածիր կանաչ տարության մեջ, որտեղից ծաղկաբույր եւ խնկաբույր էր ամբողջը։ Ես այդ կանաչ տարության մեջ մի շատ գեղեցիկ տուն տեսա, մտածեցի բարձրանամ այդ տունը եւ հարցնեմ տանտիրոջը, թե որտեղ եմ ես գտնվում։ Պաշտյաններով բարձրանով դուռը բացվեց եւ ներս մտա եւ ինձ ընդառաջ եկավ սպիտակամորուս մի փառահեղ ծերունի։ Այդ ժամանակ ես գիտակցեցի, որ սա ինքը Հայր Աստված է, ողջագուրվեցինք, ողջունեցի ծերունուն եւ ծերունին ինձ հարցրեց, թե ես ով եմ եւ ինչի եմ եկել։ Ծերունին ինձ ասաց, որ ես պետք է մեկնեմ, որովհետեւ ինձ շատ մարդիկ դեպի իրեն են գնալու։
Ինչ է մահը իրենից ներկայացնում։ Մարդը եռամաս է, Աստված երրորդություն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, մենք այդպես ենք ընդունում, հավատում, ընկալում Աստծուն։ Մարդն էլ եռամաս է, Աստծո նմանություն ու պատկերը լինելով, մարդը ունի մարմին, ունի միտք եւ ունի հոգի։ Երբ խոսում ենք մահվան մասին, մարմնի մահվան մասին է խոսքը։ Հոգին ու միտքը մեռնել չեն կարող։ Հավիտենական կյանքը, մեռելների հարությունը քրիստոնեական հավատքի հիմնաքարերից մեկն է։ Հայտնվեցի պալատում։ Պալատում գտնում են մի քանի մեր աշխատողները հիվանդանոցային, իմ գոլեգաները, իմ ընկերները։ Ես գտնում եի պատուհանի կողքին եւ այդ պատուհանի դիրքից նայում եի այդ ամբողջ հիվանդանոցային ռեանիմացիոն պալատը։ Իմ մարմինը գտնում էր իմ դիմացը անկողնու վրա պարկած։ Կամա թե ակամա կասկածեցի, ասեցի միթե ես եմ դա։ Թռուցիկ վերլուծություն կատարելուց հետո զգում եմ, որ ես եմ, իմ գիտակցությունն է, իմ բանականությունն է, իմ կյանքի ապրած էպիզոդներն են, որոնք որ ուրիշ ոչ ոք չի կարող իմանալ այդ բանի մասին։ Ստաբանությունը հասել այն աստիճանի, որ կլինիկական մահերի մեծ մասը վերադարձելի է։ Մենք հիվանդին կկորցնենք միայն այն դեպքում, եթե ուղղակի հնարավոր չի որևէ բան անել։ Մենք կառավարելի կլինիկական մահվան էլեմենտներ ենք օգտագործում մեր մասնագիտության մեջ։ Այսինքն մենք դրա հետ սովորել ենք խաղալ։ Բայց իրան միշտ հարգանքով ենք վերաբերում, որտեղ գիտենք, որ մարդկությունը հեռավոր անմահության աստիճանի չի հասել։ Մարդիկ մահանում են, բոլորը։ Մարդը չի կարող հաշտվել մահվան հետ, որովհետև կրկնում եմ, մահը բնական բան չէ։ Հիմա տեսեք, ճշմարտությունը կյանքի եւ մահվան մասին մեզ բերեց ինքը Հիսուս Քրիստոս եւ չկա այլ ճշմարտություն եւ չի էլ կարող լինել, որովհետեւ թե մահվան, թե կյանքի Տերն է ինքը, որտեղ եւ մահը եւ կյանքը արարածներ են։ Հիսուս միտեղ ասում է, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Ինձ թվում է մարդկությունը այդպես պանիկ ձևով վախում է մահից, որովհետև համարում է, որ դա պատ է, դրանց են կողմ ոչինչ գոյություն չունի։ Ես միշտ մտածել եմ, որ մարդը նաև կարող այլ ձևով գոյություն ունենա, օրինակ ալիքային ինֆորմացիայի ձևով։ Մահը դադարել է ինձ համար լինելու այն սարսափելի բանը, կար մի ժամանակ, որ պանիկ ձևով վախում էի մահից, բայց հիմա այդքան սարսափելի չի։ Սրբերը, եկեղեցու հայրերը խոսում են, մասնավորապես Հովհան Ոսկեբերյանը խոսում են այն մասին, խնդրում են Աստծուց, որ մահվան օրս աչքերիս առաջ ունենալու շնորհք տվի ինձ։ Այսինքն ամեն օրը ապրել որպես վերջին օր։ Ինչքան բան կփոխվի մարդու կյանքում։ Եկեք միշտ հիշենք մեր մահվան օրը։ Մեր առջև 1000 տարիներ չունենք։ Եկեք հիշենք եւ վերանայենք մեր ընթացքը, մեր կյանքը։ Արդյոք, եթե այսօր կանգնեմ Աստծո առաջ, կարող եմ բաց շակատով կանգնել։ Թե գլուխս կախ, ամաչելով, պիտի սպասեմ դատապարտության այն խոսքին, որ Տերը պիտի ասի ինձ, ես քեզ չեմ ճանաչում։
Մահն անաչառ է, այն թագավորներից չի երկնչում, քահանաներից չի պատկառում, մանուկներին չի ողորմում, մեծերին չի խնայում, նորածիններին զանց չի առնում, իշխաններից չի դողում, բռնակալներից չի երկնչում, չի կաշառվում, աչառություն չի անում, այն բոլորին միապես է մոտենում։